Շարունակում ենք Վարև երկիրը սիրելի հեռուստադիտողներ մեծ ակտիվությամբ ու մշակութային հետաքրքիր նորությամբ ու ձեռքբերմամբ մեզ մոտ տաղավարում են հրաշալի ու տաղանդավոր մարդիկ եւ գեղեցիկ սերի 3 ներկայացուցիչ եւ հզոր ու ուժեղ մեր ընկերը ներկայացնում թերևս նրան ի սկզբանե նա Արման Հայրյանն է դիզակարտ կենտրոնի սան նրա կողքին բազմել է գեղեցկուհի Իրինա Մկրտչյանը դիզակարտ կենտրոնի սանուհի այո Եվ դիզակարտ մշակութային երիտասարդական կենտրոնի համահիմնադիր Երազիկ Հայրյանը մեզ մոտ տաղավարում բարև ձեզ եւ կոմպոզիտոր միջազգային մրցույթների ժյուրիի անդամ պրոդյուսեր Սուսաննա Բարսեղյանը Ողջույն ես եք անգամ բոլորին Բարի լույս Բարի գալուս մեր տաղավար շնորհակալություն որ այստեղ եք լավ նորություններով եք այստեղ եւ քանի որ Հայկը շատ լավ է արցախյան բարբառով խոսում խնդրում եմ ինքը ասի ներկայացման անունը որը արդեն մեծ հաջողությամբ կայացել է խոսենք ներկայացումից եւ իհարկե ձեր ընդհանրապես ստեղծագործական ընթացքից եւ գործունեություն խնդրում եմ ասա Սիրելիներ մարտի 13-ին հանդիսատեսի դատին է հանձնվել Արապաստիպենկինի ներկայացումը Տեսնենք թե ովքեր են մասնակցել, բայց մինչ այդ կարևորի մասին սիրելի կանայք, շնորհավոր ձեր մարտի 16-ը։ Մի ամսյակը ձեր շնորհավոր։ Այո։ Շնորհակալ ենք։ Հարգելի դիզակարտ մշակութային երիտասարդական կենտրոնի համահիմնադիր Երազիկ Հայրյան սկսենք ձեզանից մինչ կանդրադառնանք ներկայացմանը ուզում եմ նախ պատմեք թե դիզակարտը երբ է ծնվել, ինչ է իրենից ներկայացնում եւ ինչ գործունեություն է ծավալում։ Շնորհակալություն հրավերի համար։ Մեծ սիրով համեցեք։ 2020 թվականի պատերազմից հետո համախոհ ընկերների հետ ստեղծեցինք դիզակարտ մշակութային երիտասարդական կենտրոնը, որպեսզի պահպանենք Արցախի մշակութային ժառանգությունը ոչ նյութական եւ մեր շուրջը հավաքել այն բոլոր մարդկանց, ովքեր կցանկանան շփվել իրար հետ եւ արդեն 5-րդ տարին է ինչ գործում է դիզակարտ մշակութային կենտրոնը պահպանելով Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգությունը Արցախի բարբառը Այո, բացի դիզակարտը, որ համախմբում է արցախցիներին, մշակութային համայնքը պահպանում է, նաև մշակութային կրթություն է տալիս տեղահանված արցախցի երեխաներին, գործում է եւ Երևանում, եւ Աբովյան քաղաքում, մեր աշակերտների թիվը 160-ից ավել է, եւ այդ երեխաները մեր մոտ բարեգործական հիմունքներով սովորում են ազգային երգ, նկարչություն, թատրոն, ասեղնագործություն, նաև ունենք փոքրիկ ժողովրդիկների համույթ եւ մեր բոլոր համերգները կենթանի նվագակցությամբ են ուղեկցվում։ Եվ որտեղ են դրսևորվում երեխաները, հա, ներկայացումը հասկացանք, որ մարտի 13-ին եղել է, հիմա կխոսենք, նաև երգի գործիքների խումբ է գործում, ասացիք, հետաքրքիր է որտեղ են համերգները կայանում։ Մենք ինչպեսի հարթակներ են ձեզ հետ համագործակցում։ Մենք համագործակցում ենք, բաց ենք, բոլորի հետ ենք համագործակցում եւ մեր աշակերտները եւ Հայաստանում եւ Հայաստանից դուրս մասնակցում են տարբեր միջազգային մրցույթների, իհարկե միշտ էլ լավագույն արդյունքներով գալիս են դիզակարտ եւ մենք բոլորս միասին մեծ ընտանիքի պես այսպես տոնում ենք իրենց հաղթանակները։ Սկսենք Արմանից։ Ուժեղա։ Արման դա քո մասին է, ուժեղա։ Թե Արցախի մասին է, քո ձայնի, դու երգում ես փաստորեն։ Մի փոքր կպատմես քո մասին, որ դասարանում ես սովորում, առհասարակ ինչ նախասիրություն ունես եւ երգնել քեզ համար արդեն մասնագիտություն է, թե դեռևս նախասիրություն, հոբի, ինչ կասես։ Սովորում եմ 7-րդ դասարանում, երգով զբաղվում եմ 4-5 տարեկանից։ Երգը իմ համար, ինչպես ասեմ, Ես շատ եմ սիրում երգը, միշտ այսպես ասած իմ հոբին էլ է այսպես ասած, բայց նաև մասնագիտություն եմ որպես ընտրել եւ ուզում եմ դառնալ երգիչ դերասան, նաև դերասան եմ։ Ահա, Հայկ։ Հետնորդն է կարծես։ Մեծ սիրով ապագայում, մոտ ապագայում եւ ինչու ոչ նաև ներկայում, ինչով կարող ենք մեծ սիրով կկանգնենք քո կողքին եւ կաջակցենք, որպեսզի շատ ու շատ հարթակներ դու հաղթարես ու վայելես քո ծափարությունները։ Նաև գիտենք, որ վերջերս հաղթանակ կես ունեցել, որտեղից եւ ինչ մրցույթից, այո, եւ ինչ ես կատարել։ Իտալիայի մրցույթում, միջազգային մրցույթ էր, այնտեղ 2 ժանրով եմ հանդես եկել, ազգային եւ միջազգային համաշխարհային։ Գրավել եմ առաջին տեղի եկուսնել։ Հրաշալի, իսկ որ երգը կարծում ես ավելի մեծ տպավորություն գործեց ժյուրիի վրա։ Ազգայինը։ Ինձ թվում է ոչ,
Ազգային ես այնտեղ մի քիչ, այսպես ասած, տոնը ցածր վերցրեցի, բայց շատ Որ երգես կատարել դրդոն, բայց շատ հիանալի կատարեցի։ Մեր հեռուստադիտողները կարծում եմ շատ բարձր կգնահատեն, ավելի քան ժյուրին Իտալիայի, եւ ես կարծում եմ, որ դու մի 2 տող պետք է հիմա երգես։ Դրդոն ավեր քելեր թանք սարնի սասում Ես եղնիմ դուն եղնիսում վախ Ես եղնիմ դուն եղնիսում Գեցես, պարտ մայրիկ ուժեղ ձայնով իսկականից։ Հրաշալի է։ Գնանք քո կողքին գտնվող ամենանուրբ, ամենագեղեցիկ էակի հետ սկսենք զրուցել, մի փոքր ու ծանոթանանք նրա հետ միասին։ Իրինա Մկրտչյան, երբ ես հաճախել դիզակարտ մշակութային երիտասարդական կենտրոն, դու ես երգում արդյոք թե ոչ, խնդրեմ քո մասին մի քիչ պատմիր, լսենք։ Ես 16 տարեկան եմ, սովորում եմ 10-րդ դասարանում։ Փոքր ես երևում, բայց հրաշալի է դա։ Ինչպես։ Դիզակարտ ես եկել եմ ոչ այդքան շուտ, սեպտեմբերից երևի, ու մի անգամից տենց ջերմ ընդունելությամբ սկսել եմ վոկալ պարապել, ու եւս այդ մրցույթին եմ մասնակցել վոկալ պոպ ժանրով եւ առաջի տեղ Կրկին, այսինքն տարբեր տարիքային խմբերն են տարբեր, նոմինացիաների եւ տարիքային խմբերի կային, այսինքն մենք իրենք մասնակցել են իրենց տարիքային խմբում, Արմանը 10-ից 13, իսկ Իրինան 16-ից 18 տարիքային խմբում եւ վոկալ փոփում Իրինան իր տարիքային խմբում էր առաջինը, իսկ Արմանը իր մասնակցած 2 նոմինացիաներում։ Բոլոր տարիքային խմբերի տարբեր ազգերի ներկայացուցիչներին թողել եք ստվերում, իսկ Իրինայի ձայնը կարող ենք լսել։ All by myself Don't wanna be all by myself anymore Հրաշալի։ Միամսյակի նվեր։ Վարպետներից մեկը ասում է, որ պրոֆեսիոնալ է այն երգիչը, որ ոչ տանջվելով եւ դեմքի ոչ շատ բացահայտ արտահայտությամբ փոփոխությամբ կարողանում է հանգիստ երգել դժվարին երգերից մեկը աշխարհի։ Ապրեզու հրաշալի էր։ Եկեք հասկանանք Տիկին Բարսեղյանի համագործակցությունը երեխաների հետ կամ դիզակարտ մշակութային երիտասարդական կենտրոնի հետ ինչպես ստացվեց, ինչ հանգամանքներում եք ծանոթացել եւ ինչ եք անում այսօր։ Գիտեք, մեր կյանքում շատ բաներ տեղի են ունենում ուղղակի մարդկային շփումների հետևանքով կամ արդյունքում։ Այդպես ստացվեց մեր մտերմությունը, ուղղակի մարդկային մտերմությունը Երազիկի հետ, դիզակարտի հիմնադիրի, եւ հետո մենք որոշեցինք, որ Գայանե արվեստի եւ պրոդյուսերական կենտրոնը, որի ստեղծագործական ղեկավարն եմ ես, եւ դիզակարտը պիտի համագործակցեն։ Մենք կնքեցինք այդպես համագործակցության հուշագիր եւ դրա հիման վրա սկսեցինք փորձի փոխանակման եւ նաեւ միջազգային մրցույթներում իրենց երեխաներից մասնակցության աշխատանք տանել։ Այն կենտրոնը, որ ղեկավարում եմ ես, պրոդյուսերական կենտրոնը, ինքը Հայաստանում կազմակերպում է նախընտրական փուլեր, որովհետեւ այն մրցույթներում, որտեղ ես հանդիսանում եմ ժյուրիի անդամ կամ գործընկեր կազմակերպություն, իրենց հրավերները, երբ որ ինձ գալիս են, ես այնպես չի, որ դա անում եմ միայն իմ կենտրոնում սովորող երեխաների համար, միանգամից Հայաստանում հայտարարվում է հայտերի ընդունում եւ նախընտրական փուլ, եւ այս դեպքում իտալական այս մրցույթի համար, որը տեղի էր ունենում Բոլոնիայում, իդեպ շատ անգամներ լինելով Իտալիայում, ես ինքս էլ Բոլոնիայում չի եղել, ինձ համար էլ այդպես նորություն էր Բոլոնիան, ընտրվեցին 4 երեխաներ Հայաստանից, որոնցից մեկը Գյումրիից էր, ավելի ճիշտ Մարալիկ քաղաքից, երկուսը արցախցիներն էին, մի աղջիկը Երևանից էր։ Իրենք բոլորը եկել են լավ նվաճումներով,
Եվ բացի այն, որ մենք ուղղակի մրցույթում բոլորին զարմացրել էինք, ոչ միայն երգելով, պահվածքով, շփումներով, ունեինք ժյուրիում անդամ հայ անդամ, որը Փարիզներ ներկայացնում օպերային երգիչ Ադամ Բարոն, որը մեր երեխաների հետ այդպես ընկերություն մտերմություն էր անում այդ օրերի ընթացքում։ Մեծ շուտ է եղել։ Այո, եւ բազմիցս երկու Այո, նա Հայաստանին սիրահարված այդ բացառիկ արտիստերից է դրսում ապրող։ Մի խոսքով որակային լավ Այո, մրցույթի։ Եվ պիտի ասեմ, որ հիմա իրենք շատ համեստ են իրենց ներկայացնում։ Մրցույթը ճիշտ է Բոլոնիայում էր տեղի ունենում, բայց մեր ուղևորությունը նաև տարածվեց Ֆլորենցիա, հետո մենք 2 օր Վենետիկում եղանք եւ համերգային ծրագրով, թե պարզապես զբոսում էինք։ Մենք այդպես էինք գծել ծրագրով լինենք, բայց Վենետիկում դե մենք շեղվեցինք ամեն ինչից եւ մեկնեցինք Սուրբ Ղազար, ինչը ամենա հուզիչն ու հետաքրքիրն էր։ Այ Արմանը այդտեղ որ դուք այդ կադրերը տեսնեք, կարծում եմ ինքներդ էլ շատ կհուզվեք, ինքը եկեղեցում Սուրբ Ղազարում երգեց Ղարաբաղի հորովելը, ստացան այնտեղ օրհնություն Հայր Սուրբից, մի խոսքով շատ գեղեցիկ տպավորություններով եւ կարծում եմ, որ մեր համագործակցությունը դիզակարտի հետ շարունակական կլինի, որովհետեւ արդեն իսկ ունենք այլ հրավերներ եւ Փարիզ եւ Իտալիա, Հռոմ, Պինետո, մի խոսքով Աստորեն մրցանակային նվաճումներից բացի նաև հոգևոր նվաճումներ ունեցել, այդ շատ կարևոր է։ Ես առաջարկում եմ վերադառնալ Արա Պաստիպենկինի ներկայացմանը, արդեն իսկ հումորիկ է մի տեսակ հնչում վերնագիրը եւ մոտավորապես կարող են պատկերացում կազմել, որ մի քիչ ավելի կոմեդիկ ժանրին պատկանող ներկայացում է, այդպես է թե ոչ, չնայած որ այս վերնագրի տակ կարող ենք նաև մի քիչ այլ մոտեցում եւ հանգամանքներ պատկերացնել եւ երեխաներից ով է մասնակցում նաև այս ներկայացմանը կխնդրեմ երկու խոսքով ամփոփել նաև ներկայացման մասին Ստեղծագործությունը Ալեքսանդր Մանասյանի ստեղծագործությունն է Արցախյան սիրո հեքիաթ կամ Արա Պաստիպենկինի ներկայացումն է որը Եվ Արցախյան սիրո մասին է եւ ընդհանուր այդ գյուղական կյանքը ոնց է գյուղացի երիտասարդը սիրահարվում հարևանուհու վրա եւ ամբողջ գյուղը խոսում է դրա մասին այսպես շատ հետաքրքիր բեմադրություն է դրել մեր Սրփուհի Բալայանը մեր թատերախմբի դասատուն իրականում շատ հաջողված ներկայացում է ստացվել եւ հումոր կա եւ իրականություն եւ ազգային խաղեր եւ արցախյան ասույթներով այսպես լեցուն մի ներկայացում է։ Հիմա բեմադրում ենք Սոսարկսյանի ոտնամանները։ Դրանից հետո արդեն պարզ կլինի, որ ներկայացումը ինչ հերթականությամբ Դիզակարտի բեմում է լինում։ Ոչ, դիզակարտը չունի բեմ, բայց մենք փորձում ենք համագործակցել տարբեր թատրոնների հետ։ Մենք Երգի պետական թատրոնում ենք խաղացել, Եշուր եմ տալիս աշխարհը ներկայացումը Արքան Մերկե ներկայացումը խաղացել ենք Արնո Բաբաջանյանում Բոլորիդ հաջողություն ձեր սկսած գործերի մեջ եւ երեխաներին իհարկե եւ ձեզ իսկապես շատ հայրենանվեր գործ եք կատարում թող ձեր շուրջը համախմբվեն միայն այդպիսի մարդիկ որպեսզի առաջընթացը լինի արագ նկատելի եւ հաստատուն քայլերով Շնորհակալություն ձեզ, թող ձեր համագործակցությունը ունենա երկարատև ճանապարհ, պատմություն, հաղթանակներով, նվաճումներով եւ մրցանակներով աշխարհի բոլոր վայրերում թող բարձրանա եռագույնը ի նշան առաջին տեղի մրցանակի։ Ապրեք, սիրելի երեխաներ, շատ տաղանդավոր եք, շատ սիրուն եք, ձեզ էլ մտքեր, երևակայություններ, մարտակներ գրավելու համար։ Բրավո, ապրեք։ Շնորհակալ ենք։ Մեր հյուրերին ճանապարհում ենք, ձեզ էլ առաջարկում ենք մնալ Երկիր մեդիա հեռուստաընկերության եթերում, որովհետև շարունակում ենք ընթացքը բարև երկիրը համեցեք։